Ողջույն ձեզ, այսօրվա իմ թեման է Հայաստանի հռչակագիրը։ Հայաստանի իշխանությունն արդեն փորձում են օրակարգի մեջ մտցնել եւ առաջ քաշել Հայաստանի հռչակագրի հարցը, որ Հայաստանի հռչակագիրը ենթակա է փոփոխության, որ հայ ազգը կարող է ապրել Հայաստանի մեջ առանց Հայաստանի հռչակագրի։ Բայց ես ձեզ կասեմ, որ Հայաստանի հռչակագիրը դա հայ ազգի գլխավոր փաստաթուղթ է եւ Հայաստանի Հանրապետության գոյության կարևորագույն եւ գլխավոր փաստաթուղթ է։ Հայաստանի հռչակագրով է ճանաչվել, անկախության հռչակագրով է ճանաչվել Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ում եւ բոլոր միջազգային կառույցներում։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չունենար անկախության հռչակագիրը, Հայաստանը որպես պետություն չէր ճանաչվելու ՄԱԿ-ում եւ ոչ մի միջազգային կառույցներում։ Բայց մենք Հայաստանում շատ հանգիստ ենք դրան վերաբերվում, թե հայ ինչ անենք, մի հատ հռչակագիր է, թող էլ չլինի, թող սահմանադրությունը հռչակագիր չունենա, մենք կապրենք էլի։ Դա մեր առօրյայի վրա չի ազդելու։ Բայց բանից պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, ես ինչպես նշեցի, լինելով Հայաստանի ամենակարևոր փաստաթուղթը, հնարավոր չի կարելի այդ փաստաթուղթից հրաժարվել։ Հայաստանի անկախության հռչակագրից ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել։ Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունը իրավունք չունի ուղղակի հրաժարվել Հայաստանի անկախության հռչակագրից։ Դա լինելու է մեծ հանցագործություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հեռացնելով Հայաստանի անկախության հռչակագիրը փաստաթղթերից եւ որպես Հայաստանի կարևորագույն անձնագիր, մենք դրանով Հայաստանը դարձնելու ենք ոչ լեգիտիմ երկիր, ոչ թե պետություն, այլ ինչ-որ երկիր, ինչ-որ տարածք, որտեղ մենք ապրում ենք ապօրինի ձևով։ Հիշում եք 21 թվականին Հայաստանի պարագլուխը ասաց, որ Հայաստանը կադաստրի փաստաթուղթ չունի եւ հայերը ապրում են այս տարածքում, այսինքն Հայաստանում ոչ ապօրինի կերպ, ոչ լեգիտիմ ձևով։ Նա նկատի ուներ, որ Հայաստանի տարածքները պատկանում են Արևմտյան Ադրբեջանին, փաստերով 1918 եւ 20 թվականների փաստաթղթերով Հայաստանի այս տարածքները պատկանել են Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությանը, որը որ ճանաչվել էր միջազգային ազգերի լիգայում որպես պետություն եւ բաղկացած էր Հայաստանի 70% հայկական տարածքներից նաեւ։ Հիմա երբ մենք հեռացնում ենք Հայաստանի անկախության հռչակագիրը, մենք մեզ զրկում ենք Հայաստանի անձնագրից, կարևորագույն փաստաթղթից եւ դառնում ենք ոչ լեգիտիմ երկիր, ոչ լեգիտիմ տարածք։ Այո, եւ ցանկացած պետություն, իդեմս Ադրբեջանի, Թուրքիայի կամ Վրաստանի կամ Իրանի կարող են հեշտությամբ զավթել Հայաստանը եւ հեռացնել հայերին Հարավային Կովկասից։ Այդ թե ինչ են փորձում օրակարգ բերել Հայաստանի իշխանությունները, երբ փորձում են հասարակությանը համոզել, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը ոչ կարևոր փաստաթուղթ է եւ հայերը կարող են ապրել առանց այս փաստաթղթի։ Դա ոչ մի դեպքում չի կարող տեղի ունենալ։ Հայ ազգը պետք է դրա դեմ դուրս գա, բայց հայերը չեն դուրս գալիս դրա դեմ։ Հայաստանում շատ հանգիստ են ընկալում այս փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ապրել առանց հռչակագրի, դա նույնն է, ինչպես ասենք ցանկացած Հայաստանի քաղաքացի կարող է ապրել առանց անձնագրի։ Դա նշանակում է, որ այդ անձը չունենալով իր անձնագիրը, նա իրավունք չունի բնակվել իր տան մեջ, որովհետև այս անձնագրում է նշված իր բնակավայրը։ Նա իրավունք չունի գտնվել Հայաստանի տարածքում, որովհետև հենց այս անձնագիրն է իրեն թույլ տալիս բնակվել Հայաստանի մեջ եւ գտնվել Հայաստանի տարածքում։ Եվ ինչ է լինում այս մարդու հետ, նա կամ նոր անձնագիր է հանում, կամ եթե չէ հեռացվում է Հայաստանի Հանրապետությունից, ու ցանկացած պետությունից։ Բայց քանի որ Հայաստանի հռչակագիրի հեռացումը
չի կանխատեսում նոր հռչակագիր գրելը, այսինքն նոր անձնագիր տալ Հայաստանի Հանրապետությանը, այլ ընդհանրապես վերացնել Հայաստանի անկախության հռչակագիրը որպես կարևորագույն փաստաթուղթ, մենք դրանով դառնում ենք ոչ լեգիտիմ տարածք եւ հայ ազգը ոչ լեգիտիմ ազգ է դառնում եւ չի ընդունվելու ոչ ՄԱԿ-ում, հեռացնելու է ՄԱԿ-ից, հեռացնելու է բոլոր միջազգային կառույցներից որպես ոչ լեգիտիմ ինչ-որ տարածք, ոչ պետություն անվանումով։ Եվ դա ոչ մի դեպքում չպետք է կատարվի։ Այսինքն Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ մի դեպքում չպետք է հեռացվի։ Ոչ մի դեպքում։ Ես հիմա չգիտեմ, մենք Հայաստանում մարդիկ ինչ են մտածում, ինչով են մտածում, որպես sense հանգիստ ընդունում են այս առաջարկությունը, չեն բողոքում, փողոցներ չեն դուրս գալիս իշխանության դեմ եւ այսպես հանգիստ պատրաստ են հրաժարվել Հայաստանի Հանրապետության գլխավորագույն փաստաթղթից, գլխավոր անձնագրից, այո, պետության անձնագրից Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրից։ Շնորհակալություն։